Բարի երեկո սիրելի հետևորդներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Սիրելի հետևորդներ, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի կարողանաք համ մեկնաբանություն թողնել մեր ալիքում, նաեւ ինչու՞ չէ կարողանաք կիսվել տեսանյութով։ Արամ, այսօր մինչ եթերը հիմնական թեմաներին անդրադառնալը, ուզում եմ անդրադառնամ այն հրապարակումներին, որոնք տեղ են գտել մեր YouTube-յան ալիքի հատուկ նյութերի բաժնում, մեր հետևորդները միշտ հարցնում են, իսկ որտեղ են գտնում դատվածները, ինչու դատվածներ չկան կամ ինչ քրեական գործեր կա, հիմա անդրադառնամ վերջին 2 օրվա իրադարձություններին, տեսեք, ազգային ժողովի նախկին падգամավոր Ալեքսան Պետրոսյանի, նույն ինքը ՄԱՊ-ի ալիքի գործը մտավ հակակոռուպցիոն դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն, շուտով դատավարությանը կհետևենք մենք եւ եւս կհրապարակենք, որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հերրակավարույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին քննչական կոմիտեից են տեղեկացրել։ Հաջորդը Մանվել Գրիգորյանի դուստրը Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով, մանրամասներ դեռ չեն ներկայացնում, սակայն եւս դատավարությանը կհետևենք եւ ամենակարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցել, որին սպասում է հայ ժողովուրդը եւ որի նաեւ շնորհիվ շատ հավանական է, որ այս Ռոբերտ Քոչյանը հայտնվի ճաղերի հետևում 24 տարի առաջ Արագած սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճունը Կարտաշիրիմեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխյանի նախագահությամբ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը։ Ասեմ, որ Պողոս Պողոսյանի աճունն արտաշիրիմելու անհրաժեշտություն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո։ Ըստ հանրային մեղադրողի նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն։ Արամ, խնդրեմ քեզ անդրադառնանք Պողոս Պողոսյանի թեմային եւ այնուհետեւ օրվա կարևորագույն այլ թեմաներին, քանի որ հայ ժողովուրդը 24 տարին տեսավ, որ իրականում ով որ կազմակերպել էր այդ սպանությունը ճաղերի հետևում չգտնվեց եւ հիմա սա պայմանական ազատ արձակվեց։ Այո, եւ Արտուր, շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ Պողոս Պողոսյանի սպանությունը, որը որ տեղի է ունեցել Պապլավոկ սրճարանում, գիտեք, որ Ռոբերտ Քոչյանը Արցախից մազապուրց եղած փախածը Շարլ Ազնավուրի հետ այդ օրը պետք է հանդիպեր, երբ նա նախագահ էր, եւ Պողոս Պողոսյանը երբ պրիվետ ռոբ արտահայտությունն է արել, չի ներել դա Ռոբերտ Քոչյանը նրան եւ նրա այդ դեպքից հետո Զուգարանում անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել են ուղղակի Պողոս Պողոսյանին, իսկ արդյունքում ասում են ինֆարկտից է մահացել։ Այսինքն խփեցեք մարդուն գեդին, դա ես միշտ օրինակը բերում եմ, չէ՞, դա նույնն է, որ ինչ-որ մեկը վաղը մյուս օր Ռոբերտ Քոչյանի բջերից մեկին վրա երթի ենթարկի մեքենայով ու ասի դե ինֆարկտից մահացավ։ Այսինքն, բայց մինչև այդ ինչա տեղի ունեցել, որ այդ մարդուն ինֆարկտ է խփել 20 տեղից, բայց դա դեռ հարց է, ինքը ինֆարկտից է մահացել, թե դա դատաբժշկական կեղծ այդպես եզրակացություն է եւ հենց այդ կոնտեքստում է, որ արտաշիրիմում պետք է տեղ ունենա, որպեսզի հասկանան այդ մարդը ոնց եղավ։ Մի բառ ասելու համար մարդուն ուղղակի սպանեցին։ Իսկ այդ սպանողը ինչ-որ ճուտա ինչա ածական այդ անվտանգության պետ անվտանգության աշխատակից է եղել, ինչ-որ պայմանական է դատվել, այսինքն մարդ սպանելու համար 6 ամիս պայմանական տան մարդուն։ Պեչենի գողացողին տանում 2 տարի, 3 տարի դատում են, մարդը սպանության համար սա տրամաբանական այդ գործի ավարտը պետք է լիներ, որ բոլոր մեղավորները պատժվեն։ Եվ ես համակարծիք եմ, որ հիմա դատաբժշկական այդ եզրակացությունը կասկածի տակ է դրվում, քանի որ տարիներ առաջ մենք տեսնում ենք ինչպես են մարդիկ բժշկի թուղթ ստանում, ինչպես են վարորդական իրավունք ստանում, շատերը ծառայությունից վերադառնում են եւ կվարտալում այնտեղ տաքսի սերվիս կար, անցնում են գործի, այդտեղ բան են անում, պրավեն տալիս են, ասում են քշի, հետո քեզ կմնա։ Արտուր, տեսեք, սա պետք է մենք դիտարկենք այն կոնտեքստում, որ
բոլորովին վերջերս, գիտեք, Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ ասուլիս է տալի, ինչ-որ հաչում է անընդհատ եւ ինչ է ասում այս երևույթը։ Նա նշում է, որ մարտի 1-ի այդ քրեական գործում չկա սպանված։ Այսինքն այն մեր ես միշտ այդ օրինակը բերում չեն Լեո փողոցում երիտասարդին որ սնայպերով գլխից խփին ինքը ասում է չկա սպանված այսինքն սպանության դեպք այնտեղ չկա հիմա այս մարդուն ինչ ասես Արտուր այսինքն այդ 10 ցուցարարներ այդ անմեղ մարկանց ով է գնդակահարը Երևանի կենտրոնում կարող է Բելա Քոչարյանի ազգականները որոնք որ մենք բացահայտում արեցինք բոլորովին վերջերս թե ինչով են զբաղվել Ստեփանակերտում Ղարաբաղում Ուրեմն Ռոբերտ Քոչարյան, դու ոչ միայն դատվելու ես, դու բոմժ ես դառնալու։ Մենք դա ասել ենք եւ դա քննարկման ենթակա չի Արտուր։ Ղարաբաղցի այս տականքներին, այդ Ղարաբաղյա Քոչարյանը, Ալիևյան կլանին, մենք պետք է նետենք պատմության աղբանոց։ Բոմժ եկել եք, բոմժ դառնալու եք ձեր թուլեքի հետ միասին։ Օր ու արև չեք ունենալու։ Ձեր այդ դիշովկեքը, ձեր բջերը կլեչատնի արև են տենալու, արա։ Ու այդ օրը մոտ է, Արտուր մոտ է, դրա համար են հիմա ասենց խառնված իրար, վազում են Մոսկվա, ինչ-որ Կիրիենկոյի կաբինետի մոտ կեժամ շամպես սպասում են, որ իրանց ընդունի, գործ են տալի Հայաստանի դեմ, ինչ ուզում է, ուր ուզում է վազեք, ում դուր ուզում է չոքեք, ձեր վերջը եկել է։ Այս վերջին 2 շաբաթը ես նայում եմ իրադարձություններին, ժամ-ժամի վրա ինչ-որ նոր հայտարարություններ են անում, անընդհատ ինչ-որ նոր բաներ են ասում իրանց վերադարձի մասին, իրանց իշխանության մասին եւ երևի Ռոբերտ Քոչարյանը մոռանում է որ հենց 2004 թվականի ապրիլի 13-ին ազգային ժողովի դիմաց էլեկտրաշոկերներով, ռետինե մահակներով, ջրցաններով հրաժարականը պահանջող ընդդիմության վրա հարձակվեց ոստիկանություն իշխանություն ծեծ ու ջարդով բռնության ենթարկվեցին լրագրողներ, ձերբակալվեցին քաղաքական գործիչների դեպ այսօր այդ լրագրողներից հենց մի քանիսը արդեն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար եւ դոշ են տալիս Ռոբերտ Քոչարյանը Արտուր տեսեք դրանք լրագրող չեն դրանք ուղղակի պրադաժնի սուկաներ են այսպես բարկա ռուսերենով չգիտեմ ոնց է հայերեն թարգմանվում իրանք ուղղակի նորից եմ նշում այդ համակարգի այդ տականքներն են Արտուր Ներողություն ամենայն հարգանքով իհարկե ինձ գործընկեր են նաև, բայց իմ ուղեղում չի տեղավորվում, ինչպես կարելի է Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին պաշտպանել, ասենք եւ ասել, որ նրանք գան իշխանության եւ ամեն ինչ լավ է ելնելու։ Քավլիցի ես իրականում չեմ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին կամ որևէ մեկին։ Ես նրան փաստերով եմ նայում, ինչի համար պետք է գա Ռոբերտ Քոչարյանի իշխանության, որ էլի լինի 1999 թվականի նման, ասենք օրինակ Եթե հիշում ես Արամ, Սուրբ Սարգիս եկեղեցու կողքը, այդտեղ մարդիկ ինչ էին անում, իրանց դոշին կախում էին տան հայտարարությունները, վաճառային, որ գնային Հայաստանի Հանրապետություն։ Արտուր, բնակարանը Տոմսի հետ էին փոխում։ Այո։ Այդ որ հիմա հելե հաչում է տնտեսական աճ, հյուսային պողոտայում սարքե։ Արտուր, սա միայն իր բջերի համար է արել։ Սա Ղարաբաղից անտեր շամպես, ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այլ վատություն չուներ մեզ անելու։ Բերեց նրանց շպրտեց հայազգին որպես պատիժ 30 տարի կեյան մեզ գիտեք արդեն ես 3 հատ հեռախոս եմ պահում որովհետև ֆիզիկապես չեմ հասցնում այնքան մարդուին վատություն արել չեմ հասցնում այդ մարդկանց պատասխանեմ ուղղակի ուզում եմ նաև նշեմ օգտվելով առիթից որ սիրելի հայրենակիցներ եթե մենք ձեզ ուշ ենք պատասխանում կամ որոշակի խնդիր չունենք ֆիզիկապես չենք հասցնում ուղղակի մեր թիմը այդքան մեծ թիմ չի բավականին փոքր թիմ է եւ մենք ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում մեր քաղաքացիներին ահասարսուր իրականությունը Արտուր սրանք մարդուն վատություն անելուց գլխին սարքելուց հաճույք են ստացել ես դրա համար եմ ասում սրանք պետքա մենք մի հատ բացի այս հանգամանքները մտ վերջում մտ գենետիկ փորձակնություն անենք ու չի բացառվում որ սրանք թուրք լինեն ուղղակի մենք չենք իմացել որ սրանք թուրք են եղել ադրբեջանցի հիշում եք չէ՞ ռեխը բացած Հեյդարի հետ նկարները վիսկին ձեռը բա էդի մոռացել է Սերժը ինչ որ Թուրքիայից է խոսում ինձ ասուլիս է տալի ինչ հարցազրույց է տալի բաներ է պատմում լավ Սերժ դու չես ամաչում արա տարենգի էր ապարում Գյուլին Երևան երբ որ եկել եք դիմավոր եկեն Նեմեծ Ռուբոյին զանգ է հրահանգել էր որ այդ ֆուտբոլի խաղի ժամանակ այդ Արարատի լոգոն հանեն որ թուրք աղբները հանգարց չնեղանան իրանց մենք էսի մոռացել ենք արա լավ դուք
Պադոշ Արթուր, ուրիշ բան չունեմ ասելու։ Սրանք եթե պադոշ չլինեին, կմտնեին մի 20 մետր հոր կփորեին իրանց թայֆով, կմտնեին հողը կլցեին վրեքները դուրս չէին գա։ Սրանք խոսելու տեղ չունեն ընդհանրապես։ Ասում եմ Աբդուլ Համիդը այսքան վնաս չի տվել հայ ազգին, ինչքան սրանք։ Էլ ոնց ասենք, էլ ինչ ասենք։ Հեռախոսները ստերակում արդեն։ Րոպեն մեկ գրում զանգում են։ Էլ չեն կարող մարդկանց հետ ժամանակի չունենք հասկանանք թե ում որն է ինչ են արել։ Մենք հերթով ներկայացնում ենք պատմական դեպքերը, իհարկե բացի բացահայտումները նաև այդ պատմական փաստերը, որ ներկայացնում ենք, օդից չենք վերցնում։ Դրանք կարող եք սիրելի հետևորդներ, ովքեր կասկածի տակ են անգամ դնում մեր խոսքերը, կարող են համացանցում պոիսկ տան եւ դեղից կգտնեն։ Օրինակ, հենց համացանցից վերցնում, համացանցից որն է, ես եմ պատրաստել 2018 թվականին ռեպորտաժ արամ, տես Ռոբերտ Քոչարյանը օրերս տված իր հարցազրույցում խոսում էր, որ այդ ինչ տնտեսական, այդ ինչ մեծ շինարարական բում ա եղել, երևի հյուսիսային պողոտայում մարդկանց որ տրակտորով հանում են, երևի դա էր ասում։ 2018 թվականի պատրաստած ռեպորտաժում ուրեմն գնացել եմ Արմավիրի մարզի Պտղուն գյուղի դպրոցը, որը կառուցվել էր 1945 թվականին եւ 72 տարուց ավել չէր վերանորոգվել։ Տեսանյութի մեջ թե աշակերտները, թե ուսուցիչները ասում են, որ հնարավոր չի ստեղ։ Հերիք չի միջանցքը արդեն փլվելու ենթակայաբան, բայց ինչ են կառուցել այդ մարդիկ, ինչ են սարքել Ռոբերտ Քոչարյանին, որ այդքան տարիներ, ասենք, դպրոցը չի վերանորոգվել։ Վերջերս տեղի ունեցավ նոր դպրոցի կառուցումը։ Իդեպ ներողություն արամ, ինչ պատասխանել է, ասեմ, Պտղուն գյուղը Արմավիրի մարզում դա 21 կիլոմետր է Երևանից ընդամենը հեռավորության վրա։ Արթուր, ես Երևանում եմ դպրոց գնացել ու այնպես չի որ 45 թվին եմ ծնվել։ Այսինքն ես անկախության սերունդ եմ եւ իմ բոլոր հասակակիցները կհիշեն, որ մենք դպրոցում փեջ էինք վարում։ Փեջ էինք Երևանում սովորած մարդը, Երևանում ապրող մարդը 2007, 8, 9, 10 թվականներին դպրոցում փեջ էինք վարում ծմերը։ Փեջ էր դրած, որ չգիտեմ, երևի այդ փեջ հասկացողությունը 21-րդ դարում մենակ այդ Աֆրիկա, այդպես տեղեր կարող է, այն էլ ճաշմա սարքելուց փեջ վառեն, վայրի ցեղեր կան գյուղերում, Տանզանիայի։ Բայց մարդը իր Հայաստանը թարանել է տարել է Աֆրիկա։ Իր բիջը են, որ ասում չեմ հիշում երբեմ ծառայ։ Բայց Աֆրիկայում այդ բրիլյանտի հանքեր, այդ ֆիրմեքային ընկերությունները որ բացնեն, այդ բաններ, Մանտաշովի թորներ Չէ, Քրքյանի փողերը կեան, բյուջեն կեան, սաղ թալնի, տարան դսերը իրանց ունեցվածքը դիզին, հիմա ինչ-որ աճից է խոսում։ Համբալ դու քո հոր գեզմանը, որ Թուրքին ես տողը դրանից խոսա, դիշով կա, Շմայսի ասած։ Դուք ով եք արա։ Այն 92-94 թվի ազգային պայքարներ իրանց սեփականաշնորհին իրանց սկսին մեդալներ բաժնել։ Դուք ով եք вообще։ Սրանք տաղա ալնեին ինքնասիրություն թասիպ ունենային, ասում եմ, պետք է չի իրանք իրանց խփեն, ացետոն կխմեին, կյանքին հրաժեշտ կտային, տանից դուրս չէին գա։ Ու ես վերջերս ես Ռոբերտ Քոչարյանի մասին կարևոր ինֆորմացիա ենք ստացել, որ մարկանց հետ է հանդիպում, ասում է, փակ հարցումներ ունեմ Մոսկվայից, որ 18% ինքը վարկանիշ ունի, ցենց բաներ է ցույց տալի, բա Փաշինյանի վարկանիշը 22-ը իմը 18 Մոսկվայից են ուղարկել Մենակ ես այդ հարցումը ունեմ, ուրեմն լսի արա։ Դու այնքան անասուն ես, որ մինչև չհասկացար, որ դու Ռուսաստանի համար ուղղակի քութիկ ես։ Ինքս շամպես օգտագործում են։ Ուղղակի այդ հետիններն են միամիտ։ Չեն հասկանում, որ սրանք ուղղակի շամպես օգտագործում են, ինչպես պատմականորեն սրանամաններին գերտերությունները շամպես օգտագործել են որպես դավաճաններ, հիմա էլ այդպես կուտը տվել են քսել են քուչեքը։ Խելքի գլուխը թավակի արա, դու բոմջ ես դառնալու։ Այո, վերադառնալով այդ դատական գործերին, որ անընդհատ ասում են ինչու է ձգվում, ինչու ճաղերի հետևում չեմ, խնդրեմ, այսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի էլի դատավարությունը եւ փաստաբանը վերկացավ հայտարարեց, որ ֆլեշի բարձեղը բանա ճնշումը բարձր է, ճնշման պատճառով չի ներկայացել դատարան։ Մենք ուղղակի այդ դատարաններ կլինեն, ինչեր կլինեն այդ կառույցներին մոտ ապագայում կներկայացնենք փաստեր, թե ֆլեշի բարձեղը հենց հիմա Արթուր հենց այս պայծությամբ իրանք Արաբական Միացյալ Էմիրությունում Դուբայում շենք են կառուցում եւ իրենց գումարները Արադ բանկի միջոցով Սերժիկի ճուտն է ֆլեշի բարձեղը տեղափոխել են Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այնտեղ կառուցում են շենքեր։
մենք կգնանք այդ շենք կնկարահանենք ֆլեշի բարձրին եւ չնայած նա փախած է իր թայֆով հանդերձ եւ հələ ճնշում է այդ սկիզբն է Արտուր սրանք ասում եմ շիրիմ գեզման չեմ ննալու անգամ սրանց ընտանիքի անդամները մեզ զանգում ինֆորմացիա են փոխանցում սպասում ենք մոտորից որ այդ հասցեն մեզ փոխանցեն Արաբական Միացյալ Էմիրությունում Դուբայ քաղաքում թե որտեղ է սա հիմա շոշինարարություն սկսել ու մենք սրանց կբացահայտենք Արամ եւ ես նկատել եմ վերջերս այն անձնավորությունները ովքեր ոտի վրա թրվռում են սենց հայտարարություններ են անում ման հենց հայտնվում են ճաղերի հետևում միանգամից առողջական վիճակները վատանում Գյումրու Վարդան Ղուկասյանը Վարդանիկը շատ արագ միանգամից վատացավ այդտեղ հիմա իրան Զարոյի Փոստանջյանը հայտարարում օգնություն չի հասնում քրեակատարողական հիմնարար չեն տանում են հիվանդանոց բան ոնց անում մինչև այդ լավ են նում այ հարգելիներս միգուցե մինչև ձեր քաղաքական այդ քայլերը անեն մինչև թալանով զբաղվելը գնաք լավ մի հատ հետազոտվեք մի հատ հա բուժվեք բան նոր այդ ամեն ինչի մեջ մտնեք որ չես չնի միանգամից այդ ոնց են վատանում չես հասկանում բոլորն ունեն ճշմախնդիր ասեք ինչ հենց Իրանը ճշում են հենց վատ աստիճանի անում չի կարողանում ներկանալ դե Արտուր դա բնական երևույթ է չէ ում վզից բռնում տանում շպրտում են իր բնորան համապատասխան տեղ որտեղ որ ինքը պետքա իր կյանքը անցկացնի միանգամից վատանում են Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այդ ինչ մարդը թրվռալ էր թրվռում էլ կապի օպերատոր էլ աղբոր աղջիկ Շվեյցարիայի Մոցարտ գործարան Պետրոսյան Շուշանը Արտուր Պետրոսյան Շուշանը դրա բջի հարսանիքին էս էլ հո փաստա մարդիկ գիտեն երգ էին գրել փող էին տվել այդ Պետրոսյան Շուշանը գնացը երգում էր սրանք այդ են եղել Իսկ Խաչատրյան Գագիկին մենք մոտորես անակնկալ ունենք այդ որ իրան չոլախի տեղադրել ինչ որ փեդովա քայլում բանը կապիկություն է անում ու մենք ես զարմանում թե դրանք ոնց են թույլտվություն տվել երկի լքի ինչ որ գնա բուժման ինչ բուժը թող գնա նայրի հիվանդանոցում Քոչյանի այն Իզմիրյան կաթողիկոսի այն Գարեգին բի թող գնան այդ իրանց հիվանդանոցներում բուժվեն այսինքն դուք տեսնում եք Արտուր, այսինքն մեր երկրի ղեկավարությունը մատը փուշամտնում թռնում են Գերմանիա։ Բա դուք այս ժողովրդի համար ինչ հիվանդոտների հավաքածու է դուսա գալիս։ Արտուր, ինչ հիվանդոտ։ Սրանց ընտանիքներին մի հատ նայեք։ Էքերից իրանց խաբար չեն։ Կնիկը ես իմ ում հետ, հարսը ես իմ, մենք այդ տաբյաներ ունենք, որ հյուրանոցում ինչ են անում։ Վերջին ասում են բանակ, մեր դե կոմպրոմատ են հավաքում։ Մենք մեղավոր ենք, որ քո հարսը քաշ է գալի հյուրանոցներում, ձեր ընտանիքի անդամները, մենք մեղավոր ենք։ Սրանց ինչ ասես Արտուր, անիքնասեր չմոների հավաքածու է։ Չեմ հիշում։ Մարդկա զանգում ենք, ասում ենք տուլը հերախոսը արա, հորը, ասում ես իր համարը չի։ Չէ՞ ասում որ հերս է։ Գագոյա, Քոչյանը, Սերժիկա, Սաշճիկը խիա փախ է Իսպանիա, արա Սերժ։ Այն մի աղբերներ են, այն ալկոգոլիկ են, համալսարանում դասախոսեր ինչ են, Լևոն Սարգսյանը այն եթիմը։ Բեյրութում այն օրը զանգել են տղեկը, ասում են Բեյրութում հյուրանոցում մտելա շիշը, շշից դուրս չի գալի։ Կոնչենի ալկաշա։ Այսինքն սրանք էս են, սրանց ինչ ասես Արտուր։ Իշխանությունից զրկման իրանք իրանց ձեռով իրանց վարի են տալի։ Տղեն մեթադոն է ստանում, այն Սաշիկի։ Գրանցված նարկոման։ Այսինքն երկրի ղեկավարի աղբոր որդին, որը որ պետքա բարեգործությամբ զբաղվեր, ոնց որ ամբողջ աշխարհում է։ Հիմնադրամներ ունենան, ինչ որ պետության համար մի բան անեն, նարկոշ է։ Դե հոպարից ինչ պետք է սովորի։ Սրանց ինչ ասեմ, Արտուր, անգամ հայ ազգի թուքը ափսոսը որ թքիս իրանց ռոժին։ Վերջերս չեմ հիշում որ դատական նիստի ժամանակ էր փաստաբանը ասում է դատավորին դեսես չեղավ ձգձգում եք դատական նիստը բան դատավորն ասում է ես ինչ անեմ որ ամբաստանյալը քո պաշտպանյալը դուրս է գալիս ասում է լավ չեմ գնամ զուքանից հետո գալիս է ասում է չէ վատացա արդեն ինձ բանարեք տարեք շատ են վատանալու ու տես դատական նիստերը ձգձգվում են Արտուր ասում դեռ իրանք շատ են վատանալու իրանք չեն պատկերացնում իրանց հետ ինչա լինելու ու ոչ միայն իրանց Մենք ես ուղղակի եւս մեկ անգամ օգտվելով արցից ուզում եմ անդրանալ մի շատ կարևոր հարցի, որտեղ ինձ շատ են գրում, որ շուտ ընտանիքի անդամների եմ ես անդրադառնում, բա խիես ընտանիք մտես, ընտանիք չեմ մտել։ Ես մեղավոր չեմ, որ Ռոբերտ Քոչյանի հարսի Սիյուշոյի անունով ապրոնի գույք կա գրանցած։ Եվ այս պայքարը նորից եմ ասում, մեծ ու փոքր չի նայելու։ Խի այդ որ մարդկանց տանում Ղարաբաղ ձեր
փողերի համար, ձեր ունեցվածքը պահելու համար զոհաբերում եք, այդ մարդիկ ընտանիք չունեին, այլ լրբի տղեկ։ Չի Արտուր։ Անդրադառնալով այո այդ փաստին նախորդ հաղորդումը մեր պատրաստ էր իհարկե, բայց անոնսի պատրաստման ժամանակ ես տեղադրեցի անոնսի մեջ նաև տեղադրեցինք հատված, որտեղ եռաբլուրում նոյեմբերի 9-ին ծնողը ասма իմ տղան 2 ամսվա ծառայող էր, այսինքն նորա կոչիկ էր ասма տարան ասма չգիտեմ ոնց ինչ պայմաններով ինձ բերեցին ինձ դիակը տվեցին, բան ու լրագրողը հարցա տալիս բան ասма մեղավորեն, բացի այնտեղ Ռուբեն Վարդանյանից ասма, բայց դե Ռուբեն Վարդանյանը մի բարի պտուղը չի, ասма բացի Ռուբեն Վարդանյանից մնացածին ովքեր Արցախի Բաքվի բանտերում են գտնվում, պետքա մարմինները կտրտեն, աղլեցնեն վրեն, ինձ ասում են, ինձ բան անում, ասում եմ շատ ճիշտ է ասում ես կինը, ինձ ասում են քո խելքի մարդը։ Մարդը երեխուն պահի մեծացրել է 18 տարի, բայց շունը որ ասենք ձակ է ունենում, ասենք ձակը սատկում է, էլի բան է անում։ Ոնց ասենք մարդը կարա նորմալ ընդունի այդ փաստը։ Դուք ինչ կարգի շեղված պետք է լինեք, որը դրանց հանեք, հերոս սարքեք։ Ու մի հատ էլ ծնողին ասեք իմ խելքի մարդը։ Մատ հասրակ բապարզա մեր խելքի մարդը իրանց խելքի մարդը մնացական Լևոնն է այն մյուսն է այն որ գեներալի ուսադիները վրան խփած սփխեչի ուլի պես ղազի պես գնաց հանձնվավ թուրքերին բասախալա ասում այդ կինը բայց այդ հանձնվելու գերի ինգնելը այտենց ճիշտ բաներ են այդ երեխեքն կհանձնվեն գերի կընկնեին ոչ թե այդ երեխեքի կյանքի գնով դուք ձեր բջերի ապագան եք կառուցել դրա համար եմ ասես լրբի տղա ասում Արտուր Դուք տեսնում եք մենք Երևանի կենտրոնում ամեն օր քայլում ենք, ամեն օր մարդկանց հետ հանդիպում ենք, զրուցում ենք, իսկ իրաց բջերը, որ մեզ տենում են, մտնում են իրաց կնալիքի գիտեք որ մասը, կամ իրաց մոր այն համապատասխան մասը, որոնց որ պատահաբար դուրս են թռե, տարիներ առաջ, բայց մենք կշտկենք այդ ամեն ինչը, որոնց որ իրանք որոնց որ փախուստի են դիմել, այդ նույն տեղը կտանենք կմցնենք սրանց, այս վիժվածքներին, էլ ինչ ասենք Արտուր Սախալ բան ենք ասում։ Սա ընտանիք։ Հələ ուրիշ ընտանիքները որ դուք քանդում եք, չեք մտածում, որ այս օրը գալու է։ Այդ վրեժի օրը գալու է, չէ, Արտուր։ Տես Արամ, չգիտեմ ինչ ընդդիմություն ասեմ, այս ճակերտավոր ընդդիմության ներկայացուցիչները, որ անընդհատ, ասենք, նույն նոյեմբերի 9-ին Եռաբլուրում Արցախը տվեց, մեր Արցախը, մենք Արցախն ենք ուզում տվեք։ Ես էլ ասում եմ Արևմտյան Հայաստանն եմ ուզում։ Այդ ո՞նց եղավ, ասենք, մինչև բանը 20 թվականի պատերազմը Գեղամ Մանուկյանը եւ Ռոբերտ Քոչյանը հայտարարում են մենք Արևմտյան Հայաստանն ենք ուզում, պետքա գնանք հետ բերենք։ Հիմա եղավ Արցախը, եթե Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ ազգային ժողովում լուծեր այդ հարցը, Արցախի հարցը, կասեր խի ազդեցիր, մենք կռվում ենք։ Հիմա ասենք Դավաճանը եկավ տվեց իշ մեր հողերը։ Բանում այնտեղ Նիկոլա ասում էր Փաշինյանը ասում էր որ մենք կարան կանգնացնենք բան կապիտուլյացիա գոռում ճվում էին չէ բանային անում։ Հիմա նույն Ռոբերտ Քոչյանը ասում է ինքը կարար հոկտեմբերի 18-ին կանգնացնել չկանգնացնել։ Ախպեր մի հատ կողմնորոշվեք որ տարբերակներ ուներ, մեկը դուք էլի խոսալու թեմա ունեիք։ Ճիշտ է, Գեղամ Մանուկյանի տղան կռվել է, բայց անընդհատ Արցախը պետքա հետ բերենք, ախպեր ումով ես հետ բերում։ Գնա վերցրա Ռոբերտ Քոչյանի ձեռքից բռնի, կարաս բանով էլ տանես, սետրակին է բանն է տանեք հետներդ։ Գնացեք հետ բերեք։ Այս տղեկին տարակ 5000 հոգի զոհ ունեցանք, հիմա նայում ես մեր բանում, TikTok ես նայում, այս առաջինը բացում եմ, ասեք նայում եմ զարմանում եմ հայ աղջիկա ամուսնանում է Սևամորթի հետ հնդիկի հետ որովհետև տարակ սերունդը կոտորեցիք ասեք բանում Ռոբերտ Քոչյանը հայտարարում ասում ես այնտեղ հասկացա անելիք չունեմ ուներ գնացել էր թայֆովը զինվորներին ասում էր բան արեք նահանջեք հեսա կրվում ենք պատերազմը իշխանությունը փոխենք իշխանություն ենք հեսա փոխում իջեք գնանք բանը այկիդո բանանով գրավենք կառավարության շենք տեսեք այդ վիժվածքին ես մի բան եմ ասում դու Հայաստանում էլ անելիք չունես Դու մի անելիք ոչ թե դու ինքը ունի, այլ հայ ժողովուրդը մի անելիք ունի։ Սրանց տանի լցի բերդերը։ 5 րոպեում սրանց գույքը հետ պետք է բերենք Արտուր։ Ասում են Արցախը, աղբեջան Արցախը ձեր ծննդավայրն է, այտենց պայքարող եք, վերցեիր քո բջերին, Սերժիկը, Ռոբերտը, այն Վաչո, Մաչո, սաղին գեներալի կոչում են տվել, Երևանի կենտրոնը իրանցով են արել։ Այն Մուկա, Կռիսա ինչ է, սրանց թայֆեն գիտեք, այն Էլ ինչ ասենք Արտուր։ Ամենքան ասում են թորքը կյամա, դե թորքը կյամա, թող վեկանեին, գնային մտնեին անտառները, պարտիզանական մարտեր մղեին։ Արտուր դուք պատկերացնում եք մենք ինչի հետ գործ ունենք։ Քոչյանի քավոր էին Գեհանձի Ստեփանյանը որ կային, որ դրա հարցը թուրքա։
Այդ լիրփը մենք մեր աշխում ենք, չէ՞ դեսը փախավ շամպես։ Թուրքիայում էր, Թուրքիայից հետո եկել է Դուբայ, մենք մեկնեցինք Դուբայ, որ դրանց վզից բռնենք, մեքենայի կադրը կա, որ մեքենայով փախ, Rolls-Royce-ով փախան շամպես։ Ու հա փախնելու են սրանք։ Բայց մենք սրանց վզից բռնելու ենք ու վերադարձնենք երկիր։ Մոսկվայում մենք պետական շենք կար, որը Հայաստանի սեփականությունն էր, այդ շենքը Քոչյան Ռոբերտ իր քավորի հետ սարքել է բան, RFT կենտրոն։ Որ մեկը ասենք, Բիլայնը ծախեցին, հիշում եք, Նայրիթը կերան։ Տրամվայը իր հերթում, այսօր մեծ խոսում են։ Չէ, հերոս են խաղում։ Արա դուք ձեր տան մեջ հարց չեք կարող լուծեք։ Իրանց տան մեջ Արտուր, իրանց հարցներն են այսօր հարց լուծող։ Սրանք այդ են։ Դրա համար եմ ասում, գնացեք յուբկա հագեք, արա։ Տեսանք ձեր ընկերները իրանց ոնց պահին։ Ղազի պես գնացին հանձնվան, արա։ Դուք անիկնասեր չմոյեք։ Ու մենք ինչ ասում ենք, հիմնավորում ենք։ Ինչ իրավունք ունի երկրի ղեկավարը, գեներալը գնա գերի հանձնվի։ Սաշիկ ուր է։ Հերոսը։ Փախել է Իսպանիա։ Թայֆին եկալ է Իսպանիա տերերը առե, պասպորտը հանել, դա ապրում է իր համար։ Ես դրա համար եմ ասում, Արտուր, տեսեք, սրանց սրբությունները, շիրիմները դարել է զուգարան գերեզմանները։ Սրանց ուշքում միտքը ստե իշխանություն փոխելն է, հեղաշրջում անելը։ Ու մենք հեսա շատ շուտով կանադառնանք եւս մի հեղաշրջման պլանի։ Բավականին ծանր է, թեման ամեն անգամ խոսալուց Արամ ջան, ամեն անգամ նյարդայնանում ենք, իրականում ասում են հերոսները գտնվում են Արցախի Բաքվի բանտերում, իրանց մասին չի կարելի տենց մասին, ինչ իրանց մասին։ Իրանք ընդամենը պետք է մի բան խմեն, մեռնեն։ Լավ ասենք իրանք իմ համար զինվորները ինչը հաշված են, որ պատահաբար գերեվարվել են, ասենք այդ զորքը, այդ ղեկավարության մասն է խոսքը, ընդ հերոս չկա։ Ընդ մորթապաշտներ են։ Ինչ հերոս։ Ես հերոս կհամարեի, եթե հերոս այն օրը ասում եմ կադրը նայում ես մնացական լովայի խուց են մտե նասկիները լվացած պարավոյին կախած, ասենք գեներալ տղա։ Մենք էլ ենք ծառայ, Արտուր, մենք գերի չենք ընկել, մենք գերի ենք վերցրել։ Կա չէ ֆիքսված։ Բայց ո՞նց ենք մենք այդպես ծառայ։ Ասենք հերոս կլինեն իմ համար այն ժամանակ, երբ որ պոյս շախիդը կապեին, օրինակի համար գնային պայթացնեն։ Դեք ասեին հերոս կլինեն, հերոսական մացրած կյանքը մի հատ նայեք էլի այդ հերոս կոչվածների բաժանված, մի հատ կներեք 1000 անգամ ժողովրդին, մի հատ պուտանկի հետ են ամուսնացել, տուն բերել։ Այդ էլ սրանց ինչ ասեմ սրանց։ Ուղղակի ես չեմ ուզում շատ ընդդայել։ Ես արդեն սցենարը, ոնց է հերոստասերիալը որ պրծնում է, հա, երկրորդ բանը սեզոնը եթերաշրջանը պրծում է, երրորդը սենց է, հիմա անընդհատ ասում են պետք է գան, բերեք, գան, որ բնականաբար ազգային անվտանգությունում դեռ պետքա Պարզաբանեն ինչեր են ներպատմել ասել, սկսեն արդեն երրորդ եթերաշրջանում ասել քաշքշում են թևերից մեր հերոսներին տանջամա են անում, չեն թողում դուրս գան, խնդրեմ, հոտված դրեցին վրաները, վայ։ Արտուր ասում եմ մի հատ թարս չափալախ են կերել, ինչ գիտեմ պատմել են արդեն։ Պետության դեմ են այն օրը խոսում։ Սրանք մի բան չեն հասկանում, Արտուր, մենք հեսա ապագայում այս մոտ մի քանի րոպետու նաև կանադառնանք, չէ՞, պետության ընկալման մասին, որովհետև այսօրվա իշխանությունը վաղ իշխանություն չի լինելու։ Մեր պայքարը պետության համար է, Արտուր, պետականության։ Ինչ կապ ունի այսօր ով է իշխանության։ Դեմ ես ինչ-որ սխալ բան ես տեսել, կոռուպցիա ես տեսել, բացահայտի, քննադատի, պատասխանատվության ենթարկի, բայց խնդիրը այն է, որ սրանք այդ ամեն ինչը ուզում են անել, Արտուր, պետության հաշվին։ Այսինքն սրանք համաձայն են, որ Հայաստանը դառնա գաղութ, վիլայետ, մենակ իրանք իշխանության մնան, հետ գան իշխանության։ Իդեպ գաղութի թեման այշելով, գիտես ինչ հիշեցի, որ մինչև 18 թվականի 20 թվականի պատերազմը Արցախում, այնտեղ այդ էլիտան բան էր արել, տարածել էր այդ Ստեփանակերտում, որ հեսա դուք ռուսական անձնագրերը կստանաք, Ռուսաստանի գաղութ կդառնա, մենք հանգիստ կապրենք, բան ասում են, ումա պետք է, որի ամեն երկրորդին խոսածներ ասում են, ումա պետք է Հայաստանը, մենք հեսա ռուսական պասպորտներով ենք ման գալու։ Հայության Արայիկը, այդ Շուրիկը, հա, Արցախի շահագերտավոր նախագահան, ինչ է արել։ Արցախից եկամուտները, գումարները, գողոնը մի մասը
Ստեղ գիտենք չէ՞, դե ինչ-որ մարդիկ կան, բիզնեսմեն են դառը, ինչ-որ տենդերների են մասնակցում։ Դրանց միջոցով ստեղ է գույք ձեռք բերել բնակարաններ, տարածքներ, բիզնեսներ, մի մասն էլ կռասնադերա հանե։ Սա պատերազմում 2020 թվականին մենք տենց իրավիճակում ենք հայտնվել, Արցախը ամեն րոպե կարա օկուպացվի, Արցախի գործող նախագահան Մոսկվայում շինարարություն է անում իր ճտի միջոցով։ Փոխանակ զինվեին, փոխանակ ջոկատներ կազմեին, անգամ ես երբ դիտում եի այդ կադրերը վերջի դեպքերի, չէ, Ստեփանակերտի մատույցներում այնպես պաշտպանություն կարային կազմակերպեին 15000-ով զորք 100 տանկ են հանձնել Արտուր, 100 տանկ։ Ես մի հատ տեսանյութ տեսա 5-րդ ալիքով Ռոբերտ Քոչյանի Ջեք Ռասելներից մեկը այդտեղ հայտարարում էր, ասում է Ռոբերտ Քոչյանի ժամանակ շատ դեպքի մաչելի գներով նույնիսկ անվճար նվեր է ստանում, նես տպավորություններ, որ նոր սուպերմարկետի բանջարեղենն են նվեր ստանում, փտած բանով, այդ ինչ են նվեր ստացել, տուշոնկի բաները, բանկեքը, որ կախված էր, ասենք, Աղդամ մտեչա զորամաս դիմացը, որ ղրղռար լսեին բան տղեկը։ Արդյունքը տեսանք Արտուր։ Արամ եւ հայրենասիրությունից Հայաստանի Հանրապետությունից խոսելուց ուզում եմ անդրադառնանք, տես նախորդ անգամ մենք անդրադարձանք, որ Արցախից Սոսե Բալասյանյանը, ով ջյուդոյի Եվրոպայի չեմպիոն էր, որ 15 տարի իր կյանքը նվիրել էր այդպես սպորտին, ներկայացնում էր Հայաստանի դրոշի տակ էր ներկայացնում, հետնել Արցախի դրոշներ տանում, հայտարարեց, որ էլ չի ուզում ներկայացնի Հայաստանը այս իշխանությունները, բայց սա իշխանության դեմ չի պայքարի։ Սա Հայաստանի Հանրապետության դեմ դուրս գալ է գալիս։ Դեմ դուրս գալ, ինչ է նշանակում, չես ուզում ներկայացնես Հայաստանի Հանրապետությունը։ Ես ասում եմ, ով չի սիրում Հայաստանի Հանրապետությունը, ով չի ուզում ներկայացնի, խնդրեմ։ Թոյթա Ռոբերտ Քոչյանի Միկոնոս 25000 դրամով կարող է գնալ Կրասնոդարում ապրել։ Ես տոնսերը կգնամ Հունաստանի, թող գնա Ռոբերտ Քոչյանի Միկոնոս կղզում, որ հիանոց ունի, կամ Սեյթակի անունով առանձնատուն ունի, թող գնան այնտեղ ապրեն։ Հունաստանի դրոշի տակ հանդես գան։ Եվ ցավոք պետք է արձանագրեմ, հիմա կարող է շատերի կուրքն է նա, նման մտածելակերպել ունի, օրինակ Հերիկ Մխիթարյանը։ Այո։ Իդեպ տարիներ առաջ արա մենք 2017 թվականին նրան տեսանք Վիկտորիա Լուպիրովայի հետ, ով հպարտության զգացում ուներ Մխիթարյանի հետ շփվելուց, այդպես գրկա խառնված բավականին շատ տեսարաններ կար, խնդրեմ այսօր այս թեմային անդրադառնանք Հերիկ Մխիթարյանին, ինչն է նրան ստիպել, որպեսզի նա չներկայացնի Հայաստանի Հանրապետությունը, իշխանություններն են պատճառը, թե ինչն է խնդիրը այստեղ։ Արտուր, մենք կամաց եկանք մեր այսօրվա ամենակարևոր բացահայտմանը, ես նշեմ, որ նոյեմբեր ամսին օրեր առաջ Հենրիկ Մխիթարյան կոչվածը հանդիպել է Միլանում Սուրբ Աթոռում նախկին դեսպան Սերժիկ Սարգսյանի փեսա, իսկ մեր կարծիքով հարց Միքայել Միասյանի հետ եւ Միքայել Միասյանը մինչ այդ Մոսկվայում հանդիպել է հենց այդ նույն կոչվող Սերգեյ Կիրիենկո կոչվածի հետ, քննարկվել են հեղաշրջման մի քանի սցենարներ եւ Միքայել Միասյանը, քանի որ արդեն խաղի մեջ մտցրել է Անանյան Դավիթ, Թաթոյան Արման այս զույգին, նա Սերժիկ Սարգսյանի հետ պլանավորել է եւ ըստ նրանց պլանի, քանի որ նրանք հասկանում են, որ 2026 թվականին իշխանությունը չի փոխվելու, նրանք փորձելու են այդ ուժերին զոհաբերեն, ստեղծեն քաոսային իրավիճակ, սրեն իրավիճակը ներքաղաքական կյանքում Հայաստանի Հանրապետությունում եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 2027 թվականին կամ 28 թվականին նրանց հերահար սցենարը սա է, նրանք փորձելու են Հենրիկ Մխիթարյանին առաջադրեն որպես թեկնածու եւ նրանց խոսակցության հիմքը եղել է նա, որ Միքայել Միասյանը նշել է, որ նրանք այդպես Հենրիկ Մխիթարյանին կփորձեն ներքաշեն քաղաքական process-ներում, որպես նրա այդպես հեղինակություն եւ ասել է, որ նա կդառնա նախագահ, իսկ արդեն վարչապետ կդառնա Միքայել Միասյանը, այսինքն նոր ուժ կստեղծեն, որը որ կգլխավորի Հենրիկ Մխիթարյանը, ինչպես տեսեք Վրաստանում թե ռուսերեն ինչպես սիրուն, գիտեք, նախագահ ֆուտբոլիստ է, նախկին քաղաքապետն է, նախկին ֆուտբոլիստ, այսինքն այդ հասկանալով, որ նրանք ուժային մեթոդով չկարողացան հեղաշրջում իրականացնեն, հիշեք 2020 թվականի հայտի դեպքերը, նրանք այսօր ապավինում են փափուկ ուժին եւ այդ կոնտեքստում Միքայել Միասյանը արդեն նախապատրաստում է Հենրիկ Մխիթարյանին, բայց Միքայել Միասյան այդ երևույթը այդ փոքրիկը մի բան չի հասկացել, որ մենք այդ ամեն ինչից տեղյակ ենք եւ
անգամ ես խղճում եմ Սերժիկ Սարգսյանի կողքը հավաքված քաղաքական գործիչ կոչվածներին, որոնց որ Սերժիկը մոտ ապագայում զոհաբերելու է հանուն իր փեսայի, իր փեսու ոդքեի տակ, եւ դուք նշեցիք, որ ժամանակին այդ ինչ որ մոդել, որ ասացիք, որ Հենրիկ Մխիթարյանը նկարներ եք տեսել, տենց մամուլում հրապարակում ա եղել, շփվել ա, չէ, գնաց է եկել, նշեմ, որ դա մոդել չի, նա հայտնի պրոստիտուտկա, այսպես նշեմ, էլի, մոդելն ու պրոստիտուտկա, այդպես անբարական, դրանք տարբեր բաներ են, բայց ես հենց հիմա մեր սիրելի հայրենակիցին ցույց տամ այդ անբարոյականին, խնդրեմ Գեղացի Հենրիկը եւ այս ռուս Պորնիկը, այսպես նշենք։ Ուրեմն Արտուր, սա մենք բավականին երկար ժամանակ է սրանց ֆիքսել ենք եւ ես նշեմ, որ 2000 Խնդրեմ եւս մեկ անգամ։ Խնդրեմ, հենց հիմա։ Խնդրեմ, էլի նկար կա, սա հեսա խնդրեմ Երևանում արդեն։ Ես հիմա գամ ամենակարևորին։ Տեսեք, ով է Հենրիկ Մխիթարյանը։ Հենրիկ Մխիթարյանը դա Ռուբեն Հայրապետյանի ձեռքի տակի այդպես անձնական գործիքն է եղել, որին որ ուղղակի ստանալով քարտ բլանշ Միքայել Միասյանի կողմից, որ պլաններ կա Հենրիկ Մխիթարյանի հետ կապված, Հենրիկ Մխիթարյանին այդպես ապահովեց Նեմեց Ռուբոն նրա կարիերայի առաջընթացը Արտուր, որովհետև կհիշեք, թե ինչպիսի պայմաններ էին ժամանակին ստեղծել ֆուտբոլիստների համար, չէ, բանակ չէին գնում, ինչպիսի իրավիճակ էր, չէ, ում ուզում էին տանում էին հավաքական, այն ավելի լավ սպորտսմենները, ավելի լավ ֆուտբոլիստները, որոնք որ կապեր չունեին, ուղղակի անտեր էին, զորակոչում էին բանակ եւ ով խանգարում էր անգամ զորակոչում էին բանակ, որովհետեւ մենք ունեցել ենք տաղանդներ, որոնք որ ավելի լավ ֆուտբոլիստներ են եղել երիտասարդ տարիքում, քան Հենրիկ Մխիթարյանը։ Ուղղակի որ Հենրիկ Մխիթարյանի այդպես կանաչ ճանապարհը հարթեն, այդ մարդկանց զորակոչել են բանակ, դե բնականաբար մարդը 2 տարի էլ չի կարող զբաղվի պրոֆեսիոնալ սպորտով։ Դեմը մաքրել են, ինչը որ մենք շաբաթօրը նաև Սիրուշոյի հետ կապված բացահայտում կանենք, այդ կինը կգա եւ կներկայացնի, թե ինչպես են Սիրուշոյի դեմը մաքրել քոչանական թուրքերը, որ այն տաղանդավոր մարկանց մեկուսացնեն։ Նույնը եղել է այս Հենրիկ Մխիթարյանի հետ կապված, այնտեղ Նեմեց Ռուբոյի եւ իրենց այդ բաներ կա անձնական բնույթի է, որը չեմ ուզում ես ինձ թույլ տամ հրապարակեմ, բայց եթե հանգարց խելոք չմնա, մի քիչ շատ լուրջ ընդունի Միքայել Միասյանին, արդեն կդիմենք այլ գործողությունների հրապարակային առումով ես ներկայացնեմ, որ Հենրիկ Մխիթարյանը 2017 թվականին Միքայել Միասյանը այդ ռուս այդ Վիկայա ինչ որ անունը Լոպիրևա այդ հայտնի պուտանկին, այսպես կներեք արդեն համար $200,000 փող են վճարել, սա այս գեղացուն տարելա հյուրանոց, չասեմ հյուրանոցում թե ինչ էր եղել եւ այդ նկարահանել են որպես կոմպրոմատ եւ այդ տեսա նկարահանված տեսանյութը մինչեւ հիմա Կհիշեք են Միքայել Միասյանը, որ տես պապկով, նոթբուքով կուքնուց եթեր դեին, ինքը մեսեջ էր ուղարկում, որ իմ մոտ է, որ պահպանված է, խելոք նստեք, կասեմ ինչ անեք։ Այսինքն այս երևույթը արդեն գնում է այլ սցենարով եւ պատահական չի, որ Spike ընկերության հետ կապված, գիտեք, մի քանի $100 միլիոն տուգանքներ կա Մոսկվայում եւ սրանք փորձելու են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո ստեղծեն տնտեսական ճգնաժամ։ Այսինքն փորձելու են տնտեսապես այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ ժողովրդի մոտ դժգոհություն լինի եւ հնարավոր լինի ժողովրդին օգտագործեն եւս մեկ անգամ եւ այս անգամ խաղի մեջ է փորձելու այսպես Միշիկը մցնի Հենրիկ Մխիթարյանին։ Իսկ ով է Հենրիկ Մխիթարյանը եւ ինչպես Հենրիկ Մխիթարյանը դարձավ այս քոչանասերժական Ալիևյան կլանի անդամ, ես ձեզ ասեմ, պատահական չի, որ նրան Միշիկը ամուսնացրեց այն Հրանտ Վարդան կար, գիշեք այն Գրանտ Տոբագոյի նրա որդիները Միքայել եւ այն մեկը չեմ հիշում Կարեն, ինչ այն Գրանտ Քենզի Կարեն Վարդան, Միքայել Վարդանի աղջկա հետ ամուսնացրեց Միշիկը Հենրիկ Մխիթարյանին, ինչի համար։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, տարիներ շարունակ Հրանտ Վարդանը ծառայել է Սերժիկ Սարգսյանին եւ եթե դուք անգամ նայեք 2008 թվականից հետո թե Գրանտ Տոբագոն ինչպիսի ազդեցություն ունեցել մեր շուկայում եւ ոնց են 15 միլիոն այդ շրջանառությունից դարձել են 10 տարվա մեջ դարձել է $250 միլիոն, այսինքն մի քանի $100 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություն է, որը որ գիտեք որ Միքայել Միասյանի հետ փող կապակցված է եւ Միքայել Միասյանը որպեսի սրանք գիտեք ինչպիսի
իրավիճակը Արտուր, սրանց մոտ չկա արժեքներ։ Սրանց մոտ ամուսնությունները այդ ամեն ինչը դա շահերի արդյունք է։ Եվ Միշիկը Հենրիկ Մխիթյանին տարավ ամուսնացեց դրա այդ Միքայել Վարդանի աղջկա հետ, որպեսզի այդ կապիտալը եւս վերահսկի, գիտեք, հազարավոր աշխատատեղեր կան, մեծ ընկերությունն է, այս կոնտեքստում նաեւ Միքայել Վարդանին ես անակնկալ ունեմ, որովհետեւ մենք ինֆորմացիա ենք ստացել, որ տարիներ շարունակ Միքայել Միասյանի հետ փող կապակցված անձինք չգիտես թե ինչպես Հայաստանի Հանրապետությունից արտահանել են առանց ակցիզ այդպիսի սիգարետ Մոսկվա, Քաթար, այլ երկրներ եւ դա եւս շատ կարեւոր հանգամանք է եւ սա խոսում է մի բանի մասին, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ ա եղել ժամանակին եւ կհիշեք, որ 2019 թվականին, եթե չեմ սխալվում, ինչ-որ ինքնաթիռ էին ձերբակալել, չնայած տեսանյութը ես էի հրապարակել, բայց այդ տեսանյութը կապ չուներ Միքայել Միասյանի ներկայացրածի հետ։ Դա Միքայել Միասյանի սիգարետն էր, որը որ ինքը անգամ 18 թվականից հետո եւս այդ բիզնեսը տիրապետում էր, մինչեւ որ բռնվեց։ Բայց բռնվելուց հետո նրանք իրենց մամուլով եւ նյութերով տարածեցին, որ դա Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել, այնիշ դա նրանց սիգարետներ եւ այդ ապօրինի գործունեությամբ նրանք էին զբաղվում։ Ինչ վերաբերում է այս Միքայել Վարդանին, պարոն Միքայել Վարդանը դեռ շատ հարցերի պետքա պատասխանի, դեռ նա պատմելու է թե իրականում ինչա տեղի ունեցել։ Այս հանդիպում այն իր աղբորը փոխանցում եմ այն Grand Candy տնօրենն ով այդ Կարեն Վարդան, եթե չեմ սխալվում, թո Էլթոն Ջոնին բարևի եւ Արմենչիկ Գևորգյանին, որովհետեւ նրա այդ կապած եւս ես շատ կարեւոր բացահայտում եմ անելու եւ շատ տխուր օրեր են սպասվում Հենրիկ Մխիթյանին, Միքայել Միասյանին եւ այս երկու սիգարետ վաճառողներին։ Այսինքն մենք բացահայտել ենք մի բան, որ Արտուր Միքայել Միասյանը փորձելու է հեղաշրջում իրականացնել փափուկ ուժ այդպես կոչված սցենարով, օգտագործելով Հենրիկ Մխիթյանին եւ Հենրիկ Մխիթյանի բոլոր այդ կոմպրոմատները, տեսանյութերը, ամեն ինչը Միքայել Միասյանի մոտ է եւ Հենրիկ Մխիթյանին այսօր օգտագործում է հենց Սերժիկի փեսա Միշիկը եւ նայեք Արտուր, նաեւ մեր սիրելի հայրենակիցները թող ուշադրություն դարձնեն, թե ով էր Հենրիկ Մխիթյանը եւ ինչպես տրանսֆորմացվեց, այսինքն մարդը, որը որ ազգային հավաքականում բերե տեղ էին տվել, առաջ էին այդպես բրթե, չէ, դարել էր հայտնի ֆուտբոլիստ, մի գեղեցիկ օր ուղակի որոշեց, որ ինչա թե ինչ որ դեմ է իշխանություններին այսօրվա ինքը չի գալու այլևս հավաքական, նեղացել է, այսինքն մարդը ես այդ եմ ասում, որ սրանց համար պետությունը, հայրենիքը արժեք չունի։ Սրանք միայն մտածում են իշխանության մասին Արտուր։ Այսինքն հիմա այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանության, վաղը մեկ այլ մարդ կլինի։ Դու ինչ ես քենից ներկայացնում, որ դու քո երգիր չգաս, քո պետությունից հեռանաս։ Դու այդ մեր դրոշը փոխես ինչ որ մի հատ ուրիշ արժեքների հետ։ Այն դրոշը, որի արդյունքում ինքը մարդ է դառել Արտուր, բանակ չի գնացել, պետությունն է, չէ, իր տարիքի նման քանի տղա գնացին իրենց կյանքով նահատակվեցին հանուն մեր պետության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի։ Բայց նորից եմ նշում սույն սուբյեկտներին, որ նրանք այլևս անելիք չունեն մեր երկրում։ Եվ բոլոր այս սցենարները, բոլոր այս նրանց այս նպատակները մենք բացահայտելու ենք եւ իմ կարծիքով Միքայել Միասյանը այլևս հասկացավ, որ մենք այս տեղեկատվությանը եւս տիրապետում ենք եւ նաեւ նշեմ Արտուր, որ թե ինչպիսի արժեհամակարգում են սրանք շփվում իրար մեջ, չէ՞, մեկը մեկի ինչ որ կանգանա նկարում, երեխունա նկարում, այսինքն սրանք պիղծ են։ Եվ այս կոնտեքստում ես նորից եմ նշում, որ Միքայել Միասյանին, Սերժիկին, Ռոբերտ Քոչյանին նրանք տարբերակ չունեն։ Նրանց տեղը դա պատմության աղբանոցն է։ Ում ուզում է օգտագործեն, ինչ սխեմաներ գծեն, Հռոմի Պապին կտնան, չգիտեմ Կիրիենկոին կտնան, ում ուզում է տնան։
իրաց դա չի փրկելու։ Արամ, ես ճիշտ եմ հասկանում, որ Հենրիկ Մխիթարյանին ուզում են բերեն առաջի պլան, այդ իր վարկանիշով կրկնելով 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության եղավ Կարքին Հայկոն, Հայկ Մարությանը, այսինքն վարկանիշ ուներ եւ բերեցին նշանակեցին քաղաքապետ։ Հույսները հիմա դրա վրա է, բայց ասենք օրինակ ավակ սերունդը չեմ կարծում, որ տենց Հենրիկ Մխիթարյանին համար պետքա խենթանա։ Դե փորձելու են Արտուր սցենարը որն է, տեսեք, քանի որ հայրենասեր, հա, բացի այդ, տեսեք, 2018 թվականին իրենք այդ Կարքին Հայկոյին խաղի մեջ մտցրեցին, որպեսզի վերահսկողություն ունենան ժողովրդական շարժման մեջ, ինչի համար, որովհետև երիտասարդները շատ անգամ չեն հետաքրքրում քաղաքական գործընթացներով, խորքային առումով։ Այսինքն նրանք ավելի շատ ժամանցային հաղորդումներ են նայում, այդպեսի մարդիկ են իրենց համար հեղինակություն եւ այսինքն հասկանալով, որ Հայկ Մարությանը չունի այլևս հեղինակություն, բոլորը արդեն գիտեն, չէ՞, ինքը Միշիկի այդ ինչ աղբերության մեջ է եղել։ Այսինքն Միշիկը հիմա որոշել է, որ Հենրիկ Մխիթարանին 2026 թվականի ընտրություններից հետո կստեղծեն տնտեսական ճգնաժամ, դժգոհություն ժողովրդի մեջ եւ կփորձեն մի այնպիսի մարդու բերեն, որը իբր թե իրանց հետ կապ չունի։ Սա մենք բացահայտեցինք եւ նորից եմ նշում Հենրիկ Մխիթարանին իր աներոջ աղբորը Էլթոն Ջոնի այսպես երգերի սիրահարին եւ ոչ միայն երգերի եւ Միքայել Մինասյանին, որ սիրելի երիտասարդներ, եւս մեկ անգամ մենք այս կոնտեքստում ինֆորմացիա կստանանք եւ դուք սա չեք հասկանա, որ արդեն ձեզնով մենք լուրջ զբաղվում ենք, մենք կհրապարակենք տեսանյութեր, Արտուր, որից հետո ուղղակի ընտանիքներ կքանդվեն եւ ոչ միայն ընտանիքներ։ Խոսելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունից, ուրեմն վերջերս Արամ, նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հարցազրույցներից մեկում հարցին թե նախկին իշխանությունների օրոք էր հայ ժողովուրդը ավելի լավ ապրում թե հիմա, նա պատասխանեց, որ նախկին եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր հայ ժողովուրդը ավելի լավ ապրում։ Ես ցավ եմ ապրում, որ Վարդան Արամյանի պես նման մասնագետ է, իսկ իրականում նա լուրջ մասնագետ է։ Ես ցավ եմ ապրում, որ Վարդան Արամյանը իր հարցազրույցները փորձում է այսպես հարմարեցնի քաղաքական ստեղծված կոնյունկտուրայի հետ եւ ցավ եմ ապրում, որ նման մասնագետը ուղղակի մի հարցազրույցով կասկածի տակ դրեց իր բարոյական եւ մասնագիտական կարողությունները։ Շնորհավորում եմ Վարդան Արամյանին, նա այլևս մեր համար եւս մաս է կազմում այս Քոչարյանը, Ալիևյա սերժական այս Ղարաբաղյան կլանի եւ մենք ապագայում, եթե ծպտում լսենք այս կոնտեքստում, արդեն ուրիշ ձև կպատասխանենք պարոն Վարդան Արամյանին եւ թող պարոն Վարդան Արամյանը նայի Խաչատրյան Գագիկին պարոն եւ տեսնի թե ֆինանսների նախարարների հետ ինչ է տեղի ունենում, իսկ թե ինչ տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի եւ իր որդիների, չգիտեմ, որդի են թե դուստր, որովհետեւ հիմա դարենքն է փոխվել, մարդիկ սեր են փոխում բանանում, դա ճշտենք, ինչ-որ օրիենտացիա են փոխում, այսպես նշեմ, Խաչատրյան Գագիկի եւ իր գոմիկների հետ թե ինչ տեղի կունենա, մոտ ապագայում դա բոլորի համար արդեն դաս կլինի, որովհետեւ Արտուր համապատասխան քրեակատարական հիմնարկներում նրանց սպասում են մեծ սիրով։ Եվ Արամ, խոսելով Ռուբեն Հայրապետյանի մասին, մեր հեռուստադիտողներին տեղեկացնենք, որ շուտով նաև մեծ եթեր կունենանք նվիրված Ռուբեն Հայրապետյանին, նույն ինքը հանրությանը հայտնի Նեմեց Ռուբոյին, ուղղակի գիտեք, ապօրինի գույքով դատավարությունը դեռ երկար ժամանակ գնում է, էլի առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նա տենց նա Հայաստանում հետախուզման մեջ է Արտուր։ Մոսկվայում է։ Դե շուտով մենք մեծ եթեր կունենանք, շատ ասելիք կա ներկայացնելու, բավական ծավալուն եթեր լինելու, նոր բացահայտումներ լինելու, այնպես որ սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի հենց նոր տեսանյութը տեղադրենք, ստանաք առաջին ծանուցումները։ Եվ Արամ, մեր նախորդ եթերը մենք եզրափակեցինք երգիչ Վարդան Եղազարյանի առողջական վիճակի հետ կապված, որ խնդրեցինք շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ով չգիտի, ասեմ, նույն ինքը Վարդանիկը երգիչ խնդրեցինք, որպեսզի օգնեն, այդտեղ երգարվեստի էլիտան վերջապես արձագանքեց մեր տեսանյութից հետո եւ պատրաստակամություն են հայտնել, կապ են հաստատել ընտանիքի հետ եւ պատրաստ են աջակցեն, որպեսզի բուժում ստանա մարդը թե Հայաստանում, թե արտերկրում, արդեն դա չգիտեմ, դա բժիշկները կասեն, բայց շնորհակալություն, որ վերջապես անդրադարձան, իհարկե լավ կնի, որ նման քայլերը հարցը չհասնի մեզ, ավելի օպերատիվ լինի, չլինի
2016 թվականի տեսանյութի նման, որ մենք անոնսում ցուցադրեցինք, ինչպես էր Արմենչիկը այդ զինվորներին շարել եւ ընդամենը Քաբլիտ Պեչերի բաժանում։ Ես կներեք մի շատ կարևոր բան ասեմ, օրինակ մենք երկիչ Արմենչիկի նկատմամբ որևէ կողմնակալ մոտեցում չունենք եւ մեր կոշտ գնահատականները, որ հնչեցրեցինք Արմենչիկի նկատմամբ, ես ասեմ, որ երևի որ համեմատես մեջներից նորմալ այդպես մարդ Արմենչիկն է այդ շոու բիզնեսն է, չնայած որ շոու բիզնես չկա Հայաստանում, կան ուղղակի մարդիկ, որոնք որ 2 կոպեկ շպրտում ես գնում տրենգի են ապարում, չգիտեմ ինչ են անում, ասենք փողի համար ամեն ինչին ընդունակ են իմ կարծիքով, բայց Արմենչիկի հետ կապած սա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը Արտուր, որ թե ինչպիսի բանակ ենք մենք ունեցել, ինչպիսի բարձրագույն սպայական կազմ ենք ունեցել, Զորամասի հրամանատար, կորպուսի հրամանատար, որ թույլ են տվել, որ ինչ-որ մի 20 կիլո պեչենի ինչ-որ մեկը առնի գա, հերիք չի զինվորներին շարել են 20 կիլո պեչենու համար զինվոր են շարել Արտուր։ Ու նայում ես կադրերը Կորեայի որփի պես շարել են այդ մարդկանց այդ զինվորներին նայում ես, տեսնում ես որ այդ մարդուն ինքը այդ պեչենին չի էլ ուտելու։ Իրանը դուր չի գալի, որ ինչ-որ մեկը հայրենիքի պաշտպանին 2 կիլո պեչենի է բերում, հերիք չի տալիս, ամեն նկարում է։ Այդ պեչենի բերողներին Արմենչիկն էլ կլինի ով ուզում է ալնի, մենք գիտեք մեր համար խնդիր չկա։ Եթե դուք այդպես հայրենիքի մասին մտածում եք, պեչենի բաժանելով չի։ Եկեք զենքը վեկալեք ձեր ձերը, գնացեք 2 տարի ծառայեք ձեր հայրենիքին։ Լավ 6 ամիս գնացեք ծառայեք։ Նայում ես ով բանակից փախել է, ով իա կանգա կներեք Տարուսիկի ռեզինի մեջ է ապրում, իր այդ փեշից դուրս չի գալի, շուտ բան են, հայրենիքից բանակից են խոսում։ Ես նորից եմ նշում այդ 18 տարեկան զինվորները որ չլինեին, Սերժիկ, Ռոբերտ, Վաչո, Սաշիկ, չէ, իրանց այդ թայֆ են։ Այդ 18 տարեկան զինվորները որ չլինեին, ձեր երեխեքի, ձեր թորների անունները հայկական անուններ չէր լինելու, Մուհամեդ էր լինելու կամ Իլխամ։ Չնայած չի բացառում, վաղը սրանք իրանց թորներին Իլհամ էլ ասեն, Քավոր կայնի։ Այդ օրն էլ հերու չի։ Որտեվ սրանք մի բնից են։ Բայց ես փաստում եմ, որ մեր բանակը ինչ օրինակ է։ Եթե ես եմ Զորամասի հրամանատար, ինչ որ մտ երևույթ գար 20 կիլո պեչենի ասել, եկել եմ զինվորներին բաժանեմ, զինվորներին շարի, այդ պեչենին ինքը գիտի ես ինչ կանեի։ Իր համապատասխան որ մասը կտեղադրեի։ Այսինքն մեզ այդպես բանակ է պետք։ Մեզ պետք չի, որ ինչ որ մեկը գա 10 դրամ մուրացկանի տեղ տնի։ Մարդիկ 24 ժամ զենքը ձեռները մենք էլ ենք ծառայել Արտուր ու դա շատ վիրավորական է որ ինչ որ մեծ կոմերսանտ կամ ինչ որ մեծ կապիկ կամ ինչ որ մեծ չգիտեմ հասարակության տականք անընդունելի է դա եւ դա խոսում է Սերժիկի ու Ռոբերտ Քոչյանի բանակի մասին թող դա նայեն մենք կադրերը ունենք Արմենչիկի այդ կադրերը որ ինչ որ լրատվականներում ժամանակին տեղ էին գտել հետո չգիտես ոնց ջնջվել էր սիելի շոու բիզնես կլինի, քաղաքական համակարգ կլինի, ով ուզում է ալնի։ Ամեն ինչը մեր մոտ կա։ Մենք ամեն ինչից տեղյակ ենք։ Եվ ես կներեք վերջում եւս օգտվելով առիթից նաեւ պետական եկամուտների կոմիտեի այդպիսի համակարգ այդպես կառույց կա, չէ՞։ Հարկային, մաքսային։ Այնտեղ մի քանի հոգի կան, մենք իրանց էլ կանադառնանք, բայց նշեմ, որ երբ որ երկրի ղեկավարի անունն եք տալիս տենդը, որ ինքը տեղյակ է, որ քաքեր եք ուտում, երիտասարդներ, բարձրաստիճան, մոտ ապագայում ձեզ դաժան օրեր է սպասվում։ Եվ ավելի լավ կլինի, այդ հարկային աշխարհը թե ուզում անդրադառնի, թող գնան դրանց բացահայտեն։ Թող գնան տեսանյութերը հաշվեն, քանի տեսանյութը ամսվա մեջ դրել, որ երկում է։ Սխեմաներ են գծել, փողեր են աշխատում։ Ու շուխուն են գցել, որ դե վերևը տեղակա գիտի դե ինքը էլի։ Այ ողորմելիներ։ Մոտորերս դուք դատվելու եք։ Գնացեք այդ բացահայտեք։ Ես նորից եմ նշում, մենք հասցնում ենք նրան, որ այդ երկիշ կլինի, ինչ կլինի, ով ուզում է պետքա օրենքով հարկային ձևով այդ վճարները անեն։ Ոչ թե տարին մեկ բռնեն մեկին տուգ անեն, ասեն դե հիմա էտա։ Ոչ, գնացեք բանը, մի հատ բուտկա առնի, մի հատ ՀԴՄ չխփի, կվազեք, բան կանեք։ Ոստիկանական շղթա կսարքեք։ Բայց օբյեկտներում այսօր ինչ է կատարվում, ռեստորաններում, չէ՞։
Մտնում ես այդ Instagram բան, մեկը նայում ես արդեն Դուբայներում են գնում սրանք հարսանիքներ անում, սրանց այդ անում են ինձ որ երեք են։ Այդ Դուբայում նվագող երկողին պետք է բերեն հարկային դաշտերին, ասա բեր մուծի։ Արտուր մենք դա կանենք։ Արամ տես եւ բանակի թեմայով ավարտելով այսօրվա հաղորդումը տես ինչ էր, երեք հայտնի դարձավ, որ ծորենը, որը Ղազախստանից եկել է, 4-րդ կարգի ծորեն էր, որը նաև հացի մեջ օգտագործվում, նայած ամենակենդաններին տալիս։ Վայ, մի հատ այդ ընդդիմադիր մեդիաներով շուխուռ են տարածում, այս ինչ եք ասում, իսկ ինչ վերաբերում է սնունդին, հա, հիմա կլուբնիկյան շոու են անում։ Ես օրինակ որ նայում եմ բանակում այդ տեսանյութերը պաշտպանության նախարարության տեղադրած այդ հավի միսը, խորովածը, կարտոշկի ժարիտը լրիվ են որ տնական սնունդ է։ Ես հիշում եմ իմ ծառայության ժամանակ, նախ կարանտինի ժամանակ ես չեմ մտե ճաշան, որտեղ մտնում էր այնպես մի հատ յուղի շերտեր, որ ոտը դներ կընկներ այդտեղ, ցորեն էր, որը ուտելու բան չէր, ձու էր խաշած, որը ձուն նեխած էր արդեն Միսեր չգիտես ինչ անասուն Տուշոկա չկար, տարել էին արդեն Տուշոկեն չկար, կարտոշկի փոխարեն կարտոշկի ջուրներ, որ ամբողջ օրը զուգանից զորաբանը գունդը դուրս չէր գալիս բանով Էլ ինչ ասես, այդ քաղցերը տես տոնից տոն մի հատ պեչենի էր, մի հատ բան էր, վաֆլի էր տենում ծառայության ժամանակ, հա Նասկի բան չկար, դե բնականաբար փողերը հավաքվում էր այդ պայոկը, այդ 1200 դրամ էտել էր գնում սպաների գրպանը Այդ ինչ խոսում է բանը Ռոբերտ Քոչյան մենք ունեցել ենք բանակ 10 տարվա իմ կառավարման Արցախը հայկական էր ախպեր ջան Արցախը հայկական բանակ սպառազինությունը բանակ առաջինն անում է որ զինվորը գլուխը հանգիստ դնի բարձին ստամոքսը կուշտ դներ որ հերներ պաշտպաներ զինվորը հաստամ սոված ստամոքսը Ռոբերտ Քոչյանին ուրեմն այ բիձա այ սրան ինչ ասեմ ես Այ կանգատ փեշի տակ մտած հələ մի օր այդ բանակում որպես բանակ ենք ունեցել մի օր էլ այդ բանակի լափը տարտու հարսիտ մի օր կուտի սիրուշոին կթքի վրա այդ դրանից խոսա արա բանակ ենք ունեցել ես ապագայում շատ մեծ անակնկալ ունենք այս երևույթներին մենք անգամ մոտ ժամանակներս ցույց ենք տալու թե Թուրքիայում սրանք ինչ են ունեն ու այդ որ ասում են Ադրբեջանի տարածքով բան եկի ցորին է եկի վայ այս ինչ արեցիք 4 կարգի էր դա 4-ը դա ուտելու չէ հարցը այն է արտու մարտիկ են ասում որը որ Թուրքիա գիտեք ինչ էր ունեն մենք անգամ Թուրքիայում ենք նկարահանում թե սրանք ինչ են ունեն ու տես խոսում են բա լրբի տեղ եք ձեր ունեցած այդ արի Եվրոպա Թուրքիա արտասահման Ամերիկա Ռուսաստան Քոչյան քո բիջը որ դուցա Լոս Անջելեսում գույք ձերք բերե Ում փողերով արա բանակից եկել են ինվիցիլ այդ 20 տարեկանում դարել է բան նայր ինշուրանսի տեր ասում ես ոնց արա մենք բանակից վերադարձնենք այդ ոնց է մենք միլիարդավոր եկամուտներ չենք ունեցել Սրանք են խորհրդային տարիներին մուլտֆիլմ կար որ կրիշկեն տենում ագրավը վրազ այդ բանի փայլփլելու վրա գնում վերցնում սրանք ինչքան ոսկի բան տեսել են փայլփլացող բան են տեսել Զարդ են տեսել, միանգամից հարցակվել են ագայի պես վրեն։ Իրանց վերջը եկել է Արտուր, պատմության աղբանոցը սպասում է ձեզ ու ձեր Իստում քրեակատարողական հիմնարկները ավելի լավ է իրանց այնտեղ դիմավոր են էլի Արամ ջան։ Բոմժ ենք սարքելու։ Մի հատ է լողանալուց սապոնը կընկնի իրանց Արտուր բոմժ եկել են անլվա քոսոտ։ Բոմժի պես էլ հանել են գցենք քուչեկը իրանց։ Դե ինչ Արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ ելի հետևորդները, որ այս 1 ժամը անցկացրեցիք մեզ հետ, պետք է եւս մեկ անգամ խնդրեմ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, քանի որ նոր տեսանյութերի ծանուցումները հնարավոր է YouTube-յան նոր կարգավորումներից հետո ստանալ միայն բաժանորդագրված լինելու դեպքում Այսքանն ենք պատրաստել այսօրվա թողարկմանը ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, իսկ ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն